սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Հոդված 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ 166 օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. Թկետով արգելվում է տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Հոդված 2. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթների ընդունման հիմնավորումը հետևյալն է, որ իրական ակտի անհրաժեշտություն կա այդ նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելը, արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելը եւ երթևեկելը։ Կարգավորման ենթակա հարաբերությունների ներքավիճակը եւ արկա խնդիրները մեքենաներում բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների բարձր ձայնը չի կարգավորվում որևէ օրենքով, ինչի արդյունքում շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների ձայնը խանգարում է հասարակական անդորրը եւ բարձրացնում աղմուկային աղտոտումը։ Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների եւ ազդել մարդկանց ֆիզիկական մտավոր առողջության վրա, հանգեցնելով ստրեսի, քնի խանգարումների եւ առողջական այլ խնդիրների։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում է աղմուկի աղտոտումը, որը սահմանվում է որպես մարդու գործունեության հետևանքով առաջացած անբարենպաստ աղմուկ, որպես հանրային առողջության լուրջ խնդիր։ Աղմուկային աղտոտվածությունը համարվում է երրորդ ամենավնասակար գործոնը խոշոր քաղաքներում։ Որպես այդպիսին աշխատանքի անվտանգության եւ առողջության ասոցիացիան սահմանել է 90 դեցիբելը որպես ժամանակի կշռված միջին 8 ժամյա աշխատանքային օրվա ընթացքում աղմուկի ազդեցության առավելագույն սանդղակ։ Մինչդեռ աշխատանքի անվտանգության եւ առողջության ազգային ինստիտուտը սահմանում է 85 դեցիբել։ Համաշխարհային մասշտաբով երթևեկության աղմուկը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրն է եւ գնահատվում է, օրինակ Եվրոպայի արևմտյան մասում տարեկան 1 միլիոն առողջ կյանքի տարիներ կորչում են երթևեկության հետ կապված աղմուկի պատճառով։ Շվեդիայում երթևեկության աղմուկին վերագրվող հաշմանդամության եւ վաղաժամ մահացության հետևանքով կորցրած տարիների թիվը գնահատվում է 41 տարուց ավելի։ Գերմանիայում 26 տարուց ավելի։ Եվ բացի աղմուկային աղտոտումից անվտանգային տեսանկյունից բարձր աղմուկը կարող է շեղել ուշադրությունը։ Եվ բրիտանացի հոգեբան Սայմոն Մուրը ապացուցել է, որ 95 դեցիբելից ավել երաժշտություն լսելու դեպքում նրանց արձագանքման արագությունը դանդաղում է 20%-ով։ Արկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները հասարակական անդորրը չխախտելու աղմուկի աղտոտում չառաջացնելու համար առաջարկում ենք արգելել տրանսպորտային միջոցներում տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ եւ բարձրախոսներ, դրանցից հնչող բարձր երաժշտություն արգելելու համար։ Եվ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքով նախատեսվում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 85 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 123-1-ի հոդված առաջին մասը շահադրել հետևյալ խմբագրությամբ։ Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ եւ տուգանային միավորի կիրառմամբ 2 միավոր։ Հոդված 2 սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Շնորհակալություն։